Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին ծննդյան օրվա առթիվ։ Ջերմորեն շնորհավորում եւ լավագույն մաղթանքներ եմ հղում ձեր ծննդյան օրվա առթիվ։ Վստահ եմ, որ ձեր փորձառու առաջնորդությամբ Վրաստանը շարունակելու է հաստատուն քայլերով առաջ ընթանալ, արձանագրելով կայուն զարգացում բոլոր ոլորտներում։ Մեծապես գնահատելի է ձեր կարևոր ներդրումը Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերային հարաբերությունների առավել խորացման եւ առկա ներուժի շարունակական իրացման հարցում։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ընթացքում Վրաստանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է հունգարացի գործընկերոջ հետ։ Մակաբոճորիշվիլին եւ Պետեր Սիյարտոն քննարկել են երկկողմ համագործակցության եւ ռազմավարական գործընկերության հարցեր։ Կողմերը նաեւ անդրադարձել են Եվրոպական միության հետ Թբիլիսիի հարաբերություններին եւ Վրաստանի եվրոպական ինտեգրման գործընթացին։ Բոճորիշվիլին շնորհակալություն է հայտնել հունգարացի գործընկերոջը Վրաստանի եվրոպական ձգտումներին աջակցելու համար։ Վրաստանի արտգործնախարարը հանդիպել է նաեւ Բուլղարիայի արտաքին գործերի նախարարի հետ։ Կողմերը քննարկել են փոխգործակցության հետագա խորացման հեռանկարները։ Հատուկ ուշադրություն է դարձվել Սև ծովի դերին որպես տրանսպորտի, կապի եւ էներգետիկայի ոլորտում համագործակցության հարթակ։ Նախարարները մտկեր են փոխանակել նաեւ տարածաշրջանում անվտանգության եւ Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման գործընթացի շուրջ։ Վրաստանում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը կանչվել է Վրաստանի արտաքին գործերի նախարարություն։ Դեսպանին բացատրվել է, որ Վիեննայի կոնվենցիայի համաձայն դիվանագիտական առաքելության աշխատակիցը պարտավոր է չմիջամտել նստավայր պետության ներքին գործերին, ասված է գերատեսչության հայտարարության մեջ։ Հանդիպմանը նշվել է, որ վրացական կողմը մտահոգված է երկրում արմատական օրակարգը խրախուսելու փորձերով, ինչն իր հերթին հակասում է ժողովրդավարության սկզբունքներին եւ նպաստում հասարակության բևեռացմանը։ Մտահոգություն են առաջացնում նաեւ երկրում ընթացող դատավարությունները քաղաքականացնելու եւ այդ գործընթացին դեսպանների մասնակցության փորձերը։ Վրացական կողմը հետաքրքրվել է Գերմանիայի դեսպանատան կողմից ատելության խոսքի հերահրման եւ ապատեղեկատվության տարածման աջակցելու հետ կապված մտահոգությունների հիմնավորմամբ։ Հարցին անդրադարձել է Վրաստանի վարչապետը։ Իրակլի Կոբախիձեի խոսքով Ֆիշերն ուղղակիորեն ներգրաված է արմատական ընդդիմության գործունեության մեջ եւ փորձում է ճնշում գործադրել անկախ դատական համակարգի վրա։ Ավելի ուշ Վրաստանի ԱԳՆ է կանչվել նաեւ երկրում Միացյալ Թագավորության դեսպան Գարեթ Ուորդը։ Վրաստանում 27 դիվանագիտական ներկայացուցչություն հանդես է եկել համատեղ հայտարարությամբ իշխող վրացական երազանք կուսակցության մեղադրանքների վերաբերյալ։ Մենք վճռականորեն մերժում ենք մեր առաքելությունների հասցեին անհիմն մեղադրանքները։ Իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումները սովորական դիվանագիտական պրակտիկա են, որը լիովին համապատասխանում է Վիեննայի կոնվենցիային։ Մենք չենք աջակցում ոչ մի քաղաքական կուսակցության եւ դատապարտում ենք բռնության ցանկացած ձև։ Հայտարարության մեջ ասվում է, որ ապատեղեկատվությունը մոլորեցնում է հանրությանը եւ խաթարում դիվանագիտական առաքելությունների իրենց պարտականությունները կատարելու հնարավորությունը։ Դիվանագիտական ներկայացուցչությունները քաղաքական ուժերին կոչ են արել ջանքեր գործադրել լարվածությունը թույլատնելու ուղղությամբ։ Հայտարարությանը միացել են Եվրամիության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Իսպանիայի եւ այլ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները։ Անկարան կարևորում է Փարիզի հետ երկխոսությունը եւ նպատակ ունի զարգացնելու համագործակցությունը առևտրի, էներգետիկայի եւ պաշտպանական արդյունաբերության ոլորտներում։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ընթացքում Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ։ Ռեջեփ Էրդողանը եւ Էմանուել Մակրոնը քննարկել են Թուրքիայի եւ Ֆրանսիայի երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային թեմաներ։ Էրդողանն ընդգծել է նաեւ Եվրամիության հետ հարաբերություններն ակտիվացնելու Անկարայի մտադրությունը։ Նրա խոսքով Թուրքիայի եւ Եվրամիության միջև համագործակցության անհրաժեշտ մեխանիզմների շուտափույթ գործարկումը դրական ազդեցություն կունենա կողմերի փոխգործակցության համար։ Թուրքիայի ղեկավարը շեշտել է, որ գործադրում է բոլոր անհրաժեշտ ջանքերը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև արդար եւ կայուն խաղաղության հասնելու համար։ Կողմերը մտկեր են փոխանակել նաեւ Գազայում եւ Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Ռեջեփ Էրդողանը հանդիպել է նաև Սիրիայի նախագահ Ահմեդ Աշ-Շարայի հետ։ Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ Անկարան ակնկալում է Սիրիայի նկատմամբ բոլոր պատժամիջոցների շուտափույթ չեղարկում։ Նրա խոսքով Թուրքիան դրական է վերաբերվում բոլոր նախաձեռնություններին, որոնք հիմնված են Սիրիայի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության սկզբունքի վրա։ Էրդողանի խոսքով Անկարան ուշադիր հետևում է տարածաշրջանում իրավիճակի զարգացմանը եւ կշարունակի աջակցությունը Դամասկոսին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Թուրքիայի եւ Սիրիայի երկկողմ հարաբերությունները եւ տարածաշրջանային խնդիրները։ Ստամբուլի դատարանը կասեցրել է Ժողովրդի հանրապետական կուսակցության Ստամբուլի մասնաճյուղի համագումարի աշխատանքը։ Որպես հիմք նշվել է Ստամբուլյան կազմակերպության ղեկավարության դեմ դատական գործընթացը։ Սպասվում է, որ այդ հարցով որոշումը կկայացնի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Անկարայի քաղաքապետարանի կողմից 2021-2024 թվականներին համերգներ կազմակերպելիս պետությանը վնաս հասցնելու մեղադրանքների հետաքննության շրջանակում էլ ձերբակալվել է 13 մարդ։ Լրատվամիջոցները նշում են, որ գործընթացը հավանաբար ուղղված է Անկարայի քաղաքապետ եւ Ժողովրդի հանրապետական կուսակցությունից նախագահի հավանական թեկնածու Մանսուր Յավաշի դեմ։ Ավելի վաղ նշվել էր, որ հոկտեմբերի 24-ին թուրքական դատարանը կքննարկի 2023 թվականին Ժողովրդի հանրապետական կուսակցության ղեկավարի ընտրության լեգիտիմության հարցը։ Դրանում Օզգյուր Օզելը հաղթել էր Քեմալ Քլոջդարօղլուին եւ դարձել կուսակցության նախագահ։ Գործի շրջանակում մեղադրանքներ են առաջադրվել նաեւ 12 կուսակցական գործիչների, այդ թվում Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։ Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը հայտնել է թուրքական Բոթաշ եւ շվեյցարական Մերկուրիա ընկերությունների միջև 20 տարի ժամկետով հեղուկացված բնական գազի մատակարարման շուրջ համաձայնագրի ստորագրման մասին։ Փաստաթղթի համաձայն Թուրքիան տարեկան 4 միլիարդ խորանարդ մետր գազ կգնի, ինչը պայմանագրի գործողության ողջ ընթացքում կկազմի 70 միլիարդ խորանարդ մետր գազ։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպական երկրներին կոչ էր արել Ռուսաստանի փոխարեն հեղուկացված բնական գազ գնել ԱՄՆ-ից։ Իրանի նախագահը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում հայտարարել է, որ Թեհրանը հանդես է գալիս կայունության օգտին եւ հավատացած է, որ տարածաշրջանի ու աշխարհի ապագան պետք է կառուցվի համագործակցության, վստահության եւ բարգավաճման սկզբունքների հիման վրա։ Ուստի Թեհրանն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Հուսով ենք դրա արդյունքը կլինի երկարատև խաղաղությունը եւ կծառայի որպես հարևան պետությունների հարաբերությունների բարելավման հիմք։ Մասուդ Փեզեշքյանն անդրադարձել է Իրանի միջուկային խնդրին, հավաստիացրել Իսլամական Հանրապետությունը միջուկային զենք ստանալու նպատակ երբեք չի ունեցել եւ չի ունենա։ Իրանի նախագահը խոսել է նաեւ ռուս-ուկրաինական հակամարտությունից, հայտարարել Թեհրանը հույս ունի, որ Մոսկվան եւ Կիևը արդար համաձայնության կհասնեն։ Նրա խոսքով Իրանը միջոցներ է ձեռնարկում այդ կարգավորմանը նպաստելու համար։ Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել են Իրանի եւ Ֆրանսիայի նախագահները։ Մասուդ Փեզեշքյանն ու Էմանուել Մակրոնը բանակցություններ են վարել երկկողմ հարաբերությունների եւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Իրանի նախագահի գրասենյակի տվյալով Փեզեշքյանն ընդգծել է, որ Թեհրանը մտադիր չէ միջուկային զենք մշակել։ Նա պատրաստակամություն է հայտնել միջուկային խնդրի շուրջ եվրոպական կողմերի հետ բանակցություններ վարել ընդունելի շրջանակներում։ Մակրոնն էլ պատրաստակամություն է հայտնել աշխատել իրավիճակի սրումը կանխելու ուղղությամբ։ Նրա խոսքով Փարիզը հաստատակամ է Իրանի հետ հարաբերություններում առկա խնդիրները լուծելու եւ հետագա հակամարտությունները կանխելու հարցում։ Հանդիպումից հետո Մակրոնը X-ի իր էջում գրել է, որ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա։ Ֆրանսիայի նախագահը նշել է Իրանին ուղղված պահանջները՝ թույլատրել ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների լիարժեք մուտքը երկիր, ապահովել հարստացված նյութերի պաշարների վերաբերյալ թափանցիկություն եւ անհապաղ վերսկսել բանակցությունները։ Մակրոնը նաեւ համոզմունք է հայտնել, որ համաձայնության հասնելը հնարավոր է։ Իրանն ու Ռուսաստանը փոքր ատոմային էլեկտրակայանների կառուցման մասին հուշագիր են ստորագրել։ Ռոսատոմ ընկերությունը հայտնել է փաստաթուղթը հստակ քայլեր է սահմանում Իրանում այդ ռազմավարական ծրագրի իրականացման համար։ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը եւ Ռոսատոմ ընկերության գլխավոր տնօրենը հանդիպման ընթացքում քննարկել են ընթացիկ նախագծերի կատարման ընթացքը։ Անդրադարձ է եղել նաեւ խաղաղատոմի ոլորտում համագործակցության հեռանկարներին։ Իրանում ամբողջովին չորացել է Ուրմիա լիճը։ Այն Ասիայի ամենամեծ աղի ջրամբարն էր, որն ուներ ավելի քան 4000 տարվա պատմություն։ Նշվում է, որ լճի անհետացման պատճառով Իրանի հյուսիսարևմտյան հատվածներում մոլեգնում են աղի փոթորիկները, որոնք ոչնչացնում են հողը եւ գրեթե անհնար դարձնում գյուղատնտեսությունը։ Բնապահպանները նշում են, որ Ուրմիայի անհետացումը աղետ է։
Իլհամ Ալիևն անդրադարձել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի ձեռք բերած պայմանավորվածություններին, մասնավորապես Թրամփի ուղուն։ Նրա համոզմամբ թրիփը, որը կդառնա Միջին Միջանցքի հաջորդ կարևորագույն հատվածը, կծառայի որպես Ասիան եւ Եվրոպան կապող հիմնական տրանսպորտային օղակ, ընդլայնելով միջազգային բեռնափոխադրումների տարանցիկ հզորությունները եւ նպաստելով տարածաշրջանի երկրների բարգավաճմանն ու համաշխարհային մատակարարման շղթաներին դրանց ինտեգրմանը։ Ադրբեջանի նախագահի խոսքով թրիփը զգալի ներուժ ունի նաեւ էներգառեսուրսների փոխադրման, էլեկտրաէներգիայի արտահանման եւ օպտիկամանրաթելային մալուխների անցկացման համար, ինչի արդյունքում տարածաշրջանը կվերածվի առևտրի եւ թվային հաղորդակցությունների միջազգային հաբի։ Ալիևը վստահեցրել է, որ Ադրբեջանը մոբիլիզացրել է բոլոր ջանքերը երթուղու արագ իրականացումն ապահովելու համար։ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը եւ Ջեյհուն Բայրամովը Նյու Յորքում մասնակցել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից կազմակերպված տրանսատլանտյան ընթրիքին։ Միջոցառման շրջանակում Միրզոյանը եւ Բայրամովը կարճ զրույց են ունեցել Ռուբիոյի հետ։ Ընթրիքին մասնակցել են նաեւ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտաքին գործերի նախարարներ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն եւ Եվրամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Դրա շրջանակում անդրադարձ է եղել տրանսատլանտյան համագործակցությանը, ուկրաինական պատերազմին, Մերձավոր Արևելքի անվտանգությանը եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու ուղիներին։ Կասպյան տարածաշրջանն ընդհանուր առմամբ ներառյալ Հարավային Կովկասը եւ Կենտրոնական Ասիան Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության երկարաժամկետ ուշադրության կենտրոնում է։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի խորհրդական Քալեբ Օրը Նյու Յորքում անցկացված Կասպյան 6-րդ գործարար համաժողովում։ Նրա խոսքով ԱՄՆ-ի ռազմավարական շահերից է բխում գալիք տարիներին ներդրումներ կատարել եւ զարգացնել տարածաշրջանը։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է ակտիվորեն նպաստել կայուն խաղաղության հաստատմանն ու Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացմանը։ Այդ մասին հայտարարել է Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգյուս Օլդը Ադրբեջան-Մեծ Բրիտանիա առաջին քաղաքական երկխոսության ժամանակ։ Նրա խոսքով Լոնդոնն ուշադիր հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին։ Դեսպանը նաև ընդգծել է երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան, հիշեցրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի եւ Եվրոպայի հարցերով նախարար Սթիվեն Դաութի այցը Ադրբեջան, բրիտանական առաջին ռազմական կցորդի նշանակումը եւ այլ զարգացումներ։ Սերբիայի խորհրդարանի նախագահ Աննա Բրնաբիչն այցելել է Ադրբեջան, հանդիպել Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։ Համատեղ ճեպազրույցի ժամանակ Գաֆարովան հայտարարել է, որ Բրնաբիչի այցն Ադրբեջան երկու երկրի եւ խորհրդարանների հարաբերությունների բարձր մակարդակի ցուցանիշ է։ Նրա խոսքով հարաբերությունների զարգացման մեծ ներուժ կա, կողմերը հաջողությամբ համագործակցում են նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում։ Բրնաբիչն էլ ընդգծել է, որ Ադրբեջանի հետ ունեն լայն եւ հավակնոտ տեսլական։ Նրա խոսքով Ադրբեջանը էներգետիկ ռեսուրսների ամենահուսալի մատակարարներից մեկն է աշխարհում եւ շահագրգռված է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմամբ։ Նա տեղեկացրել է, որ Սերբիան մտադիր է կառուցել գազով աշխատող էլեկտրակայան, որը կարող է օգտագործել ադրբեջանական գազը։ Պաշտոնյան հույս է հայտնել, որ կարճ ժամանակում կստորագրվի նոր գազային համաձայնագիր։ Համապատասխան գերատեսչություններն ավարտում են նախապատրաստական աշխատանքները։ Սերբիայի խորհրդարանի խոսնակը նշել է նաեւ, որ վերջին 5 տարիների ընթացքում երկկողմ ապրանքաշրջանառությունը 20 միլիոնից հասել է $560 միլիոն։ Վարդուհի Հարությունյան, հարևաններ։